աշխարհ բորույս ես բոմբոմի Կախարդական քաղաք դու հրաշք ես բոմբոմի Ժպիտը կոտակի տոտաները բոմբոմի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Լյանգունը գլուխդ քարի Միշացվիրի փոքրիկ թերզդիդով բարեկամաներ, այսօր մեկ ունենք հերթական մասնակիցը, ով մարտնչելու է պարոն Ռոբոկվիդեն և վստահ է, այսինքն շատ է ուզում որպեսզի ստանա գլխավոր մրցանակը, դե ինչ եկեք բոլորս միասին ասենք կախարդական խոսքերը և մեր հրաշամանուկը կհայտնվի այս հրաշք թագավորությունում, դե ինչ պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Բաբա, բեբե, բուր, ահա իմ թանկագին բարեկամ, բարև ձեզ ձեր անունը։ Նիկոլ Նիկոլը եկեք ծափահարենք Նիկոլին, բրավո։ Քանի տարեկան ես իմ փոքրիկ բարեկամ։ 11 Արդեն 11 տարեկան կեցես, իսկ ինչ մասնագիտություն ես ընտրելու ապագայում, ինչ ես դառնալու։ Դեռ չեմ որոշել Դեռ չես որոշել, բայց ես կարծես թե տեսնում եմ դու դառնալու ես ապագա Նախագահ, մեր արջև գագնաց է ապագա նախագահ, եկեք ծափահարենք, դե նախ եկ ծանոթանանք, որտեղ ես սովորում, 83 դպրոցում, իսկ որ դասարանում, 6-ա, դե ինչ, ասա տեսնեմ իմ աղբյուր իմաստության, պատրաստ ես ինտելեկտուալ խաղին, Այո, դե ինչ, ես մաղթում եմ քեզ հաջողություն, դու պետք է անպայման հաղթես իմ փոքրիկ բարեկամ, պետք է նախ մարզվենք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ուղեղը, կեցես, դե ինչ, պատրաստ ես թռիչքի դեպի տիեզերք, Այո, ավելի բարձր, Այո, կեցես, դե ինչ, գնացինք, գնաց, իմաստուն բարեկամը, պայքարելու գլխավոր մրցանակի համար, իսկ ես նրան սպասեմ այստեղ, տեսնես հաղթելու է, Ողջույն, Ինչպես ես, լավ, դու պատրաստ ես մասնակցել ինտելեկտուալ մրցույթին, այո, լավ,
ես քեզ բացատրեմ խաղի կանոնները։ Դու պետք է պատասխանես 10 հարցերի։ Յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար ունես ընդամենը 10 վայրկյան։ Պատրաստ ես։ Այո, Դե ինչ, սկսենք մեր խաղը։ Հարց առաջին։ Որ մայրցամաքում են ապրում կենգուրուները։ Ժամանակ։ Պատասխան։ Ամերիկայում, Հարց երկրորդ։ Քանի տարի է կազմում մեկ դարը։ Ժամանակ։ Պատասխան։ 100 տարի, Հարց երրորդ։ Ով է գրել ավեսագիրքը։ Ժամանակ։ Պատասխան։ Հովհաննես Թումանյան, Չորրորդ հարց։ Որ միրգն է անվանում Ադամաթուս։ Ժամանակ։ Պատասխան։ չգիտեմ, Հինգերորդ հարց։ Քանի աստիճանի են հավասարակողմ եռանկյան անկյունները։ Ժամանակ։ Պատասխան։ 180, Հարց վեցերորդ։ Քանի լար ունի ջութակը։ Ժամանակ։ Պատասխան։ 4, Հարց յոթերորդ։ Ում անուն է կրում մատենադարանը։ Ժամանակ։ Պատասխան։ Մեսրոպ Մաշտոց, Հարց ութերորդ։ Որ քաղաքում է գտնվում Կոլիզեյը։ Ժամանակ։ Պատասխան։ Բանգկոկում, Հարց իներորդ։ Ինչպես է կոչվում ձիերի խումբը։ Ժամանակ։ Պատասխան։ չգիտեմ, Վերջին 10-րդ հարցը։ Քանի տաղավար տոն ունի հայ առաքելական եկեղեցի։ Ժամանակ։ Պատասխան։ 5, Գեցես Նիկոլ։ Դե ինչ Նիկոլ, շնորհակալություն խաղի մասնակցելու համար։ Իսկ այժմ լսենք ճիշտ պատասխանները։ Հարց առաջին։ Որ մայրցամաքում են ապրում կենգուրուները։ Պատասխան Ավստրալիա։ Հարց երկրորդ։ Քանի տարի է կազմում մեկ դարը։ Պատասխան 100։
գիրքը պատասխան Վարդան Այգեկցին Հարց 4 Որ միրգն են անվանում Ադամատուս պատասխան Բանան Հարց 5 Կանի աստիճանի են հավասարակող եղանկյան անկյունները պատասխան 60 Կանի լար ունի ջութակը պատասխան 4 Հարց 7 Ում անունն է կրում մատենադարանը պատասխան Մեսրո Մաշտոցի Մեսրո Մաշտոցի Հարց 8 Որ քաղաքում է գտնվում Կոլիզեյը պատասխան Հռոմում Հարց 9 Ինչպես է կոչվում ձիերի խումբը պատասխան Երամակ Եվ վերջին 10-րդ հարցը Քանի տաղավար տոն ունի հայ առաքելական եկեղեցին պատասխան 5 Կեցես Նիկոլ Գևորգյան Դու ինձ հիացրեցի, սակայն չես կարող ստանալ գլխավոր մրցանակը Քանի որ ճիշտ պատասխանեցիր բոլոր 10 հարցերին Շնորհակալություն խաղի մասնակցելու համար Շնորհակալություն խաղին մասնակցելու համար Ես վստահ եմ, որ իմ փոքրիկ բարեկամը անպայման այսօր կհաղթի Իմ փոքրիկ բարեկամ, դու հաղթեցիր Հաղթեցի Ոչ Ոչ կրկին մեկ չունեք հաղթող Չգիտեք որն է գլխավոր մրցանակը Բայց ոչինչ Ես վստահ եմ որ մեր մյուս փոքրիկները անպայման կհաղթեն Իմ փոքրիկ բարեկամ ասա տեսնեմ քանի հարցի ճիշտ պատասխանեցիր 4 հարցի ամենևին էլ վատ չէ Քեզ խրախուսելու համար պարոն Բումի լավագույն բարեկամների կողմից քեզ համար պատրաստված է անակնկալ էկզոտարիումի կողմից անվճար այցելության կտրոն հասա քեզ Շնորհակալություն Եվ իհարկե կոնուս մանկապատանեկան զարգացման կենտրոնի կողմից կրկին անվճար այցելության տոց Պարոն Բումի լավագույն բարեկամ մանկական գեղեցկության սրահի կողմից անվճար այցելության տոց կարող ես գնալ քո մազերը գեղեցիկ հարդարել եւ դու կդառնաս ապագա նախագահ Խնդրեմ, սա եմ քեզ Շնորհակալություն խաղին մասնակցելու համար եկեք հրաժեշտանք մեր փոքրիկ բարեկամին կեցես հաջողություն